Տղամարդիկ այդ ընդհանրապես չեն հասկանում։ Եթե իրանք օրինակ տեսնում են այս sense հակնված աղջիկ, ոնց է Նարինը հակնված, իրանք համար ինչ որ առիթ է մոտիկանան ինչ որ բան խոսան։ Ուրախ եմ, որ գեղեցիկ եւ սեքսի աղջիկների մեջտեղում եմ հայտնվել։ Ինչն է դրթում տղամարդուն, կնոջը ստիպել, ինչ որ զողողությունների գնալ, որ ինքը դրանից հաճույք ստանա։ Առհասարակ բռնության սիրահարներ են մարդիկ են, ովքեր իրենք բռնություն են, չէ՞ կրել։ Բարձր գումարի դիմաց կարող են ջարդել աղջիկների ատամները, ստիպում են հարաբերություն ունենալ ուխտերի հետ, ձիերի հետ։ Ես երևակայության խնդիր չունեմ։ Նամյոկի на БДСМ, նամյոկի на BDSM։ Հա, այս հարցը ուզում եմ դու տաս։ Հոպա։ Դե ինչ, երկու հրաշագեղ, գեղեցիկ, սեքսուալ, էլ չգիտեմ մեզ ոնց գովեմ աղջիկների հետ, այսինքն Տաթևի եւ Նարի հետ, այսօր սկսում ենք մեր հաղորդումը եւ մեր հաղորդման հյուրն է տաղանդավոր երգիչ դերասան Արսեն Գրիգորյանը։ Արսեն, ոնց ես։ Հրաշալի, ուրախ եմ, որ գեղեցիկ եւ սեքսի աղջիկների մեջտեղում եմ հայտնվել, այսօր ոնց որ ծնունդս լինի նույնիսկ ինչ-որ իմաստով։ Իդեպ ուզում եմ շնորհավորել քեզ, վերջին տեսահոլովակի հետ կապած նայել եմ շատ ճաշակով, շատ գեղեցիկ է, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Իդեպ ուզում եմ ասել, որ այսօր մեր հաղորդման առաջին նկարահանումն է ու դու առաջին հյուրն ես, այնպես որ համ շնորհավորում եմ մեզ, համ քեզ։ Դե ինչ կարծում եմ այսօր ունենալու ենք շատ անկեղծ զրույց եւ հաղորդում։ Առաջին թեման, որ ուզում եմ բարձրացնեմ, չգիտեմ լսել ես թե չէ, բայց այս վերջերս բավականին քննարկումների առիթ է դարձել Դուբայում տեղի ունեցող պորտոպարտիների թեման, չգիտեմ լսել ես թե ոչ։ Եմ լսել անկեղծ ասած։ Շատ ավելի լավ հետաքրքիր կստացվի սկիզբը։ Դուբայում պորտոպարտիներ են կազմակերպում, կարծեմ 2022 թվականից, որտեղ արաբ շեյխ հարուստները ոչ այդքան անապահով, այսինքն ընտանիքի աղջիկներին կանչում են իրենց մոտ եւ բավականին բարձր գումարի դիմաց իրենց հետ ունենում են սեռական հարաբերություններ, բայց ֆակտո ոնց որ էսկորտ է, բայց իրականում իրանց չեն ասում այնտեղ ինչեր է կատարվելու ու շատ զզվելի բաներ են։ Այսինքն տեղյակ են պահում massամբ, որ հասկանաս ինչի մասին է խոսքը, աղջիկները գնում են այնտեղ, այս վերջում կարծեմ 22-ամյա ռուս մոդել Կավալչուկին գտել են մահացած, ջարդված է եղել ամբողջ ողնաշարը, ոտքերը եւ այլ ու այդ փարթիների ժամանակ կարող են ջարդել աղջիկների ատամները, ստիպում են հարաբերություն ունենալ օրինակ կենթանիների ուխտերի հետ, ձիերի հետ, կտրում են ընթացքում մազերը ու նմանատիպ բաներ։ Դուրս եկեք այդ կայքերից դիտես ինչ Չէ, դա ճշտված ինֆորմացիա է։ Վերջի այս անցած տարվա ու այս տարվա ընթացքում շատ է ուղղակի քննարկվել, ինտերնետում տենց բում է եղել։ Իսկապես իրոք առաջին անգամ եմ լսում։ Այսինքն հոդվածներ, ինչ որ նյութեր դրա մասին նկարել են, որովհետև տարածվել է ինչ որ պատմել են, էլի ինքը պրիվատ է, բայց պատմել են դրա մասին, էլի։ Ինձ հիմա հետաքրքիր է, օրինակ դու ինչ ես կարծում, ինչն է դրթում առաջինը տղամարդկանց նմանատիպ քայլերի դիմելը եւ աղջիկներին բացի այդ ցանկությունը կարճ ժամանակահատվածում ձեռք բերել մեծ գումարներ ինչից ելնելով են գնում նմանատիպ զողողություններ, որտեղ լիքը աղջիկներ գիտեմ ու կարդացել եմ նյութը ուսումնասիրելուց, որ այդ հարաբերություններից հետո իրանք massամբ գժվում են, ինչ որ հոգեկան շեղումներ են ձեռք բերում եւ այլ։ Դե յուրաքանչյուր բռնություն չի կարող անհետևանք մնալ, բնականաբար ինքը իր հետևից բերելու է նույն այդ խնդիրները, ինչը որ կա։ Ինչ վերաբերում է նմանատիպ երեկույթներին ես չգիտեմ ինչքանով է ինֆորմացիան, որը հասնում ես ճշգրիտ, որովհետև այսօրվա ինֆորմատիվ բաց դաշտում ինչպես մենք կարող ենք իմանալ ամեն ինչ, նույն կերպ էլ կարող ենք այնքան ինֆորմացիա ստանալ, որ արդյունքում ոչինչ չիմանանք։ Այսինքն մեզ տան այնպեսի ինֆորմացիա, որ իրականում ինչ որ կա, թաքցնեն։ Շատ այս նկարահանված ինչ որ նյութեր կան, ըստ այդ տեղերից ու այդ դեպքերից էլ որ եղել է իրոք տենց բան։ Ես կասեի անգամ ամբողջ աշխարհն է հիմա խոսում դրա մասին, ես զարմացա որ աշխարհը բացի նրանից որ հիասքանչ է, կյանքը գեղեցիկ է ու լավն է, ոչ մեկս ապահովագրված չենք կյանքի տարբեր դրսևորումներից ու տարբեր մարդկանց հետ միևնույն մոլորակում ապրելուց, որովհետև հա մարդիկ տարբեր են ու ինչ ասես կարող են անել եւ ինչքան էլ արագանում է ժամանակի ինտենսիվությունը ամեն ինչի, ինձ թվում է նաեւ արագանում է նմանատիպ դրսևորումները։ Բայց օրինակ ինչ ես կարծում, ինչն է դրթում տղամարդուն կնոջը ստիպել նմանատիպ ինչ որ զողողությունների գնալ, որ ինքը դրանից հաճույք ստանա։
Դա մեծ գումարն է, որ, չգիտեմ, Իրանը, էլ արդեն, չգիտեմ, հնարավորություններ։ Ինձ թվում է սա ավելի շատ ինչ-որ հոգեբանական խնդիր է, եթե ես լինեի հոգեբան կամ հոգեվերլուծաբան, գոնե ինչ-որ իմաստով կհասկանայի, բայց թերևս ուսումնասիրելով տարբեր մասնագետների, լսելով հոգեբաների, հասկանում ես, որ շատ խնդիրներ գնում է դեպի մանկություն եւ նայած ինչ մանկություն է Այսինքն այդ աղջիկները անապահով ընտանիքներից են, այդ աղջիկները Չէ, նույն բռնությունը տղամարդկանց մասն է ինձ։ որ առհասարակ բռնության սիրահարներ են մարդիկ են, ովքեր իրենք բռնություն են, չէ, կրել։ կամ էլ ուղղակի չեն բավարարվում այլևս, ամեն ինչ փորձել են ու ինչ որ էքստրիմ բաներ են Ես ուզում ավելի փորձել։ հակված եմ նաև դրան, որտեղ լիքը մարդիկ գիտեմ, օրինակ ունեցել են Զրելիշ, շատ ապահով ընտանիք, առողջ հոգեբանական շրջապատում են մեծացել, բայց իրանք եղել են լրիվ հակառակ իրենց ընտանիքին։ Այսինքն նաև կա մեդալի հակառակ կողմը։ Խնդիրը ընտանիք, ես որ ասում եմ մանկության տրավմաներ եւ այլն, չեմ սենց սահմանափակում են իմաստով, որ ուրեմն պարտադիր ինքը ընտանիքում ինչ որ դժվարություններով է անցել։ Չգիտեմ, դա կարող է լինի փողոցում, դա կարող է լինի դպրոցում, այսինքն յուրաքանչյուր միջավայրում լինի հրաշալի իսկապես լավ ընտանիքից երեխա, որը մի պահ բոլորովին այլ ուղղությամբ փոխի իր կյանքի ընթացքը։ Ես երևակայության խնդիր չունեմ, բայց մի քիչ հիմա ուխտի հետ է ակտնեմ, ուզում պատկերացնեմ։ Այնտեղ ավելի վատ գրվածներ կան։ Երևակայությունս ինձ Իդեպ ես քեզ հիմա նենց բան կասեմ, որ քո երևակայությանը առասարակ խանգարի կամ խախտի, անգամ աղջիկներին ստիպել են իրենց կեղտը Էքսկրիմենտները ուտելու։ Հա, Այսինքն հենց անվանումը սեքսի մեջ ես դա լսել եմ, որ դրա Չէ, այդ սիրահարները փարթիների անվանումը պոտոպատիա, հա, որը նշանակում է պորտատիվ գարշոկ, այսինքն որի մեջ կարելի է ինչ որ դու իրանք օգտագործում են աղջկան որպես տեղ, որտեղ կարող ես իրենց ավելի կարիքները հոգան։ էսթետիկայի ու գեղեցիկի սիրահարն եմ, ես ավելի շատ սիրում եմ նմանատիպ ակտերը, որպեսզի ուղեկցվեն եթե ինչ-որ զանգվածով, ապա սև իկրայով ու շամպայնով, օրինակ ավելի գերադասելի է, քան ինչ-որ ավելի ուրիշ կարծում եմ բայց ամեն ինչ սիրահարնել կա։ Հիմա նայեք, լավ, այդ փարթիները հասկանալի է, որ բայց կան առանձին սեռային հարաբերություններ, որտեղ սիրահարները շատ տարբեր են։ Իհարկե, նաև ցանկություններն են տարբեր, այո։ Ինչ որ իմաստով տանում է դեպի սեքսի մի ժանր, որի սիրահարները շատ են, բայց ինչ որ մեկ ուրիշի համար դա կարող է Նամյոկի նա BDSM։ Ամենայն դեպս ես կարծում եմ, որ այդ հոգեբանական տրավմաները Բնակ սիրահարն եք դրա, ես չգիտեմ։ Հա, միտքը շարունակեմ, կարծում եմ այդ հոգեբանական տրավմաները, որի մասին մենք խոսում ենք, ավելի բնորոշ է հայ ազգին, որովհետև ի սկզբանե հայ երեխային, նամանավանդ աղջկան, տանը դաստիարակություն տալիս են իմ կարծիքով շատ սխալ։ Եվ դա վերաբերում է սեռական դաստիարակությանը, եւ թեկուզ հայր եւ աղջիկ դաստիարակությանը, հա, որ խոսում ենք բռնությունից, շատ աղջիկներ ոնց են ընկալում սերը, երբ որ արդեն գիտակից տարիքի են գալիս, կամ սեռական հարաբերությունների մեջ են մտնում։ Իրանք տեսել են, որ իրանք պապան փոքր ժամանակ իրանք ծեծել է, հետո ասել ես քեզ սիրում եմ, ես քեզ պաշտպանում եմ, իր մոտ հոգեբանորեն դա նստել է ենթագիտակցության մեջ, որ եթե սիրում է, խփում է։ Իր զուգընկերը, երբ որ ինքը ընտրում է իր վրա ձեռքը բարձրացնում ու շատ կանայք, որ հիմա մնում են տանը ամուսնացած, կոպիտ ասած, երեխաների խաթր, ենթարկվում են բռնության, բայց մնում են իրանք առանց հասկանալ, որ դա իրական սերը չի։ Կարա լինի իրականում, կարա ատելություն առաջանա տղամարդու նկատմամբ։ Կարա, բան չասեցի, բայց միշտ հետո կյանքի ընթացքում վախենում է տղամարդկանցից։ Կամ իրանց հետ ինչ որ կոնկուրենցիայի մեջ է մտնում, տենց էլ է։ Այդ ձեռքը բարձրացնելը ես ուզում եմ մի հատ կոնկրետանանք։ Կենց հաղում է ձեռքը բարձրացնում, օրինակ խփում կնոջը, որից հետո ասում է սիրում է, թե սեքսի ժամանակ։ Չէ, սեքսի ժամանակ կարծում եմ, եթե երկու զուգընկերներ այդքան մոտ են ու հասկանում են այդ բան իրանց ինչն է հաճեք տալի, կարա նաև դա լինի ու դա նորմալ է։ Բայց երբ որ դրանից զատ
դու մենակ քո հաճույքը տենում ես բռնության մեջ, որովհետև նորից գնում է մանկություն, քո աղբերը քո վրա ձեռաբարձրացրել, քո հայրը քո վրա ձեռաբարձրացրել ու դա եղել է ընտանիքից դու ընկալել ես դա որպես պաշտպանիչ ուժ կամ սեր, դու հետագայում քո տղամարդը երբ որ քո վրա սեքսից զատ ձեռքա բարձրացնում, դու դա սիրում է, ինքինց պաշտպանում է, ինքինց հոգա տանում։ Ես կարծում եմ ամեն մարդ ի վերջո ծնված է ազատության համար, ազատ ապրելու, ազատ կամք դրսևորելու, ապրեին ազատ եւ այդ ազատության մեջ տեսնելով իրենց ազատության սահմանները, դրանք կարող են նեղ եւ լայն լինել եւ միևնույն ժամանակ գնահատել դիմացինի ունեցած ազատությունը։ Բայց մեր հայկական իրականության մեջ մի քիչ դժվար չի այդ քո ասած ազատ լինելը։ Թեկուզ սեքսուալ ազատությունը ախր։ Օրինակ ազատություն ասելով ինչ ես հասկանում։ Ազատությունը ընդհանրապես ստեղ ուրիշ ձև է անցալվում։ Այսինքն, եթե դու օրինակ հարաբերությունների մեջ ես կամ ամուսնացած ես, ու դու ունես օրինակ ազատ սեքս։ Նես չի բոլորի հետ քնում ես, ուղղակի, չգիտեմ, ազատ հարաբերությունների մեջ ես, քեզ ուրիշ ձև են անցալում։ Դու արդեն ինչ որ ստատուս ունես, որտեղ դու լուրջ հարաբերությունների համար ես, հասկանում ես ինչ եմ ասում։ Ինձ թվում է դա մարդկանց տեսակի։ Հիմա մարդկա իր ազատությունը տեսնում է 1, 2, 3 ու ավել սեռական պարտներների մեջ, մարդկա, որ իր սեռական ազատությունը տեսնում է մի հոգու մեջ։ Ազատություն, այսինքն եսի նկատի ունեի, երբ որ կինը, օրինակ շատ պարտներներ է, հա, ունենում, ինքը ավտոմատ պիտակավորվում է, հայ տղամարդկանց, որտեվ տղամարդկանց մեծամասնությունը, հայ դու գիտես, ոնց են վերաբերվում աղջիկներին, կարծիքով 3-ից ավել աղջիկներին, պիտակավորում աղջիկներին։ Հա, այսինքն երկու տեսակ կին կա տղամարդու համար, չէ՞, որի հետ կարելի է ամուսնանալ, իր այդ ընտանիք ստեղծելու, որի հետ կարելի է ժամանակ անցկացնել, то есть նրան դու կարաս սիրես, բայց այնտեղ սեքսի խնդիրներ կա, որտեղ դու իրան չես ուզում, ստեղ դու ուզում ես իր հետ սեքս անես, բայց դու չես կարող իրան սիրես, որտեղ այդ իրավունքը չունես, որտեղ ինքը անառակի ինչ որ ստատուսի մեջ է քո համար։ Ու հիմնականում ստեղ տղամարդիկ այդ պրինցիպով են որ տղամարդիկ են։ Դուք ընկերուհիներով պատմում եք ձեր, չեմ ասում հիմա այն որ 12 հոգով պատմում եք, գուցե ամենամտերիմ ընկերուհուն, մեկը երկուսը, որ շատ քննարկացնում եմ տղամարդկանց ընկերուհիներից հետ։ Ես կարծում եմ, որ ամենամոտ ընկերոջ թեթև դրվագներ կարաս պատմես, բայց մանրամասն ես ինքս իմ օրինակով ասում, չէ։ Իսկ տղաները ինձ թվում է հա։ Ավելի շատ հա։ Հիմա տղաները ավելի բամբասկոտ են հավատացած են դարել, քան կանայք։ Ու միշտ տենց են։ Հա, ու մի բան ասեմ, հենց տղամարդիկ են պիտակավորում աղջիկներին, տղամարդիկ են կոպիտ ասած փչացնում աղջկան, վերջում ասում, հայ լավ ինքը սենց ինքն է, ինձ հասկանում ես։ Ինչի՞ է որ հայ ազգի տղամարդկանց 90% օրինակ կունիլինգուս անում են, բայց խուսափում են ու ամաչում են դրա մասին խոսելուց։ Միգուցե նրա համար, որ դու ասեցիր, իրանք աղջիկները կգնան կասեն, ես իրան ունեցա, այլ ոչ թե հակառակը։ Ինչ են ամաչում, քաշում, օրինակ այդ թեման բարձրաձայնելուց։ Որովհետև ամեն դեպքում ինչի է ինքը կոչվում ինտիմ։ Այսինքն ինքը ինչ որ մի մասով քոնն է։ Երեք ինձ մեկը հարցրեց, ասեց Արսեն, բացի քո գործով էլ ինչ որ բանով զբաղվում ես, ասի դե ամեն դեպքում TV-ն է, երաժշտությունն է, կինո, թատրոն, հա, ասում բայց այդ ամեն ինչը մեկը քո գործն է, այսինքն քո մասնագիտությունից դուրս ինչ որ բանով զբաղվում ես, ասի մեկ էլ սեքսով։ Ամենայն դեպս հայ տղամարդիկ ամաչում են իրենց ցանկությունները, չգիտեմ, իրանց զուգ ընկերոջը ասեն, որ այսօր ինձ սենց հադուր գալիս։ Սրբությունն ավոս չի կարելի անել իրան հետ մեր երեխեքին ոնց կարանք, չէ, ինչ որ։ Արսեն ոնց է գրոպավոյ սեքսին վերաբերվում։ Բուրըն։ Նա ես էլի որպես աղջիկ եմ հիմա մտածում եւ խոսում իմ համար եթե դու դիմացինին սիրում ես դու չես կարա նայես թե ինքը քեզ անկողնում մեջ ոնց է կիսում ուրիշի հետ այսինքն կարա այդ ամենը շատ բուրըն լինի շատ տարբեր լինի դու մինչև այդ անգամ իր այդ երկուստով որ ակտի մեջ ես այդ ամենը չզգաս բայց իմ կարծիքով դրանից հետո մի բան կոտրվում է ու էլ չի վերականգնվում փոքր ժամանակ կամ պատանեկան քո հասունացման ընթացքում ինչ որ տրավմա ստացել ես հոգեբանական որ չգիտեմ դա քեզ խանգարում է կամ դա քեզ շեղել է ինչ որ մի բանից որ մինչև հիմա օրինակ պայքարում ես դրա դեմ կամ դա զգում ես արտահայտվում օրինակ անկողնու մեջ կամ գործիդ մեջ այսքան էլի է դա թեման Էս չի նայած ոնց կարա տրավմաներ ստացել եմ բուլինգի ենթարկվել ես այդ ուզում հարցնել նկատում եմ որ բուլինգի կապ չունի միգուցե դպրոցական տարիքում դա չգիտեմ ուսուցչու կողմից կամ ինչ որ չգիտեմ մանկական տրավման տարիքներ է էլի ուղղակի
Գլոբալ իմաստով չէ, չեմ ենթարկվել, եթե կարելի է ինչ-որ սենց խետ հայացքները եւ այլն վերածել բուլինգի, ապա հա, տենց բան եղել է, որովհետեւ երբ որ ես փոքր ժամանակ քանակերից գնում էի երրորդ մաս Քանակերից երրորդը պատկերացրեցի։ Իսկ դու չար բախատ է պակաս դու չար բախով գնա։ Ինչ ուղիներով եմ անցել ու սենց երկար խուճուճ մազերով Պարզա որ ինչ որ հայացքներ եղել են, որ նայել են եւ այլն, բայց քանի որ ես քանակերցի էի, տենց խնդիրներ չեմ ունեցել դրա հետ։ Քանակերցի լավ ախպերներ ընկերներ ունեի։ Ռոկերներ կան, չէ՞, որ ես մականջողից չխափտնվես։ Արսեն, օրինակ ինչ ես կարծում։ Ես ցանկալի կին եմ, գեղեցիկ աղջիկ եմ։ Իհարկե։ Իսկ եթե ես օրինակ իմ շուրթերից ֆիլերը հեռացնեմ, կդադարեմ սեքսուալ թվալուց, երևալուց կամ գեղեցիկ։ Բացարձակ, ինձ թվում է 8 միլիարդ մարդու մեջ հաստատ կգտնվի մեկը ով կխենթանա հենց այդ շատ անկեղծ ասա ինչ որ պատճառ կար, դեպքում ես հեսա կանդրադառնամ նաև այդ թեմային, բայց այդ դեպքում չեք կարծում, որ մարդիկ սխալ ընկալում ունեն գեղեցիկ, այսինքն սեքսուալնի չի բարձ կրծքեր հասկանում, դու կարաս մեր աղջկան տենաս անգամ սեքսով զբաղվես իր հետ ու դրանից հետո իր հետ առասարակ չուզենաս անգամ բարև տաս։ Սեքսուալը դա իմ համար, դա քո էներգիան է, այսինքն դա քո բաց կրծքեր չեն։ Okay, դա գեղեցիկ է, դա ցանկալի է տղամարդուն, բայց շատ կարճատև տևական ժամանակ ու դու առաջինի պիտի տա սեքսուալ էներգիա, փոխանակվես դրանով, հետո նոր մարմնով։ Օրինակ ես երբ որ արել եմ, ես այնպես էլ չի որ ինձ ոտից գլուխ քանդի հավաքել եմ, չէ, ես շատ կել եմ քիթը եւ ֆիլերը մի փոքր ներարկել շուրթերից մեջ, բայց դա չի նշանակում օրինակ որ ես չեմ կարողանում տունը համով սարքել, չեմ կարողանում տղամարդուց լավ մեքենա բարել կամ չեմ կարող, չգիտեմ, ինչ որ հաղորդում վարել կամ լավ դերասանուհի լինել։ Մարդիկ շատ թյուր ընկալում ունեն գեղեցիկի, քառակուսի են շատ մտածում։ Մարդ աղջիկներին նայում են որպես սեքսուալ ինչ որ օբյեկտ, իրանք ոնց ասեմ, դադարում են հավատալ կամ ընկալել գեղեցիկ աղջկան որպես նաև խելացի տանկին, խելացի, չգիտեմ, ինչ որ բժիշկ եւ այլ։ Մի քիչ շատ կարծրացած է։ Դե հիմա տեսնում ես ինչ տարածված է։ Որ նայում են որպես սեքսուալ օբյեկտ են դիտարկում։ Ես չէ։ Ես կարամ իմ անունից խոսեմ, ես չէ։ Որպես օգնություն, հենարան, ոնց է։ Ես այս վերջերս ի մեջ փորձում եմ նաև մի հատ էլ կարծրատիպ կոտրել, դա այնա, որ ի սկզբանե մանկուց մեզ սովորեցնում են, որ մենք պիտի գտնենք մեր երկրորդ կեսին, ոչ, դու պիտի նախ դառնաս լիարժեք մարդ, ու դու չպիտի գտնես քո երկրորդ կեսին, որ նոր դառնաս լիարժեք ինչ որ անձնավորություն։ Որպես ֆունկցիոնալ են դա ստիրակում աղջիկներին, այսինքն ինչ որ իդեալական ինքը պետք է լինի կրթություն պետք է ունենա, ինչ որ բան տաղանդներով պետք է օժտված լինի, որ ինչ որ մեկը հետագայում իրան կարևորը, տանկ գնա, մեկին տանկ, ասենք տենց չի։ Ու գիտեք ինչն է ամենա իրականում ցավալի։ Այդ ոնց կա, ամենաշատը երևի կապը, բայց կինը կապ ունի։ Չէ, ամենացավալին է, որ հենց ընտանիքում են աղջկան տենց դասերակում, այսինքն ոնց որ իրան մի հատ ռոբոտ սարքեն, որ դու ինչ որ մեկին հետո ծառայես, որ դու լավ պիտակ ունենաս, որ քեզ տուն տանեն։ Մի հատ հարց տամ, ես իհարկե հասկանում եմ, որ այստեղ դուք ավելի շատ եք եւ կանացի սոլիդարությունը պետք է ընդհանուր առմամբ ապահովել, ես էլ մի քիչ ջենտլմենների տեսանկյունից խոսեմ։ Նայեք, մենք հիմա խոսում ենք դավաճանությունից եւ հիմնականում գերակշռող մասը շեշտվում է արական սեռը։ Տղամարդը դավաճանում է, դուք երբևէ չեք լսել ամուսնացած կանայք, ինչ հիանալի են դասավորում իրենց սեռական կյանքը։ Բայց մեծամասնությունը չմոռանանք, որ տղամարդիկ ավելի քիչ քան տղամարդիկ, դա փաստ է։ Ամեն դեպքում երևույթը կա, թե չկա։ Կա երևույթը, միանշանակ է, բայց այստեղ գերակշռող մասը Մեկը էլի մեղավորը են մյուս տղամարդը, որ այդ ամուսնացած կնոջը։ Ես չեմ ասում այստեղ ով է մեղավոր, իմ համար երկուսն են միշտ մեղավոր, այսինքն չես կարա ինչ որ խնդիր ունես, դու բարթես դիմացինի վրա։ Այդ երկուսի խնդիրն է, երկուսի սխալն է։ Դու չես կարա միշտ դիմացինին սխալ հանես, քեզ ճիշտ։ Աստուն հավատում ես։ Այո։ Այսինքն այն որ Ադամ եւ Եվայից ենք մենք առաջացել, այդ ընդունում ես դու։ Այո։ Ահա։ Մի հատ այսպիսի հարց, որով ուզում եմ կիսվեմ ձեր հետ։ Այս վերջերս մտածում եմ, եթե ինցեստը դա սրբապղծությունը համարում, ու իրոք ես դա համարում եմ սրբապղծություն, դա ընդունելի չի, բայց դեպքում Ադամն ու Եվան որ եղել են, իրանց երեխաները առաջացել են։ Սերունդը ոնց է սերի, եթե դա անգամ աստվածաշնչով արգելվում է, չի կարելի եւ իրոք դա ընդունելի է, իմ համար սրբապղծություն է։ Այ մի շատ հետաքրքիր միտք։ Ինչ ես կարծում։
Գիտես, այնտեղ այնքան հարցեր կան։ Ինձ հենց այդ հարցն է հետաքրքրում, հենց այս պահը։ Հենց այդ հարցին ես կտամ այս պատասխանը, որ Աստծո գործերն անքննելի են։ Հիմա դա սրբապղծություն է քո կարծիքով թե չէ։ Հիմա գիտեք, կարող է մի օր պարզվի, որ AI-ների օրինակի համար եթե Apple-ը suggest անում Apple-ի նորմալը, որտեղ իր զարգացման ընթացքն է, հետո կարող է գա, որ Apple-ի հետ ամուսնանա, դա համարվի ռոբոտային ինցեստ օրինակի համար, ու Apple-ը արդեն պետքա սկսի կոնտակտի դուրս գալ մյուս տիրույթների հետ, այսինքն ինչպես է ստեղծվել եւ այս էվոլյուցիոն ընթացքում ինչի է բերել, դա ինչ-որ զարգացման ընթացք է, հա, նորմալ աճի ընթացք է։ Այդ սկսեց իրար հեստական ինտելեկտի մասին։ Ինչ ես կարծում, ո՞նց է ազդում այդ հիմա մեր ուղեղի վրա, մեր հոգեբանության վրա։ Ինձ համար ինքը կա արդեն, իհարկե կա վաղուց, հիմա մի փոքր ավելի դեմքը դուրս է, ավելի ցույց տվեց ինքը իրեն, որ ինքը կա եւ իր անխուսափելիությունը, Ուզում ասեմ, մարդիկ ավելի ալարկոտ չեն դարել դրա ձեռը, այսինքն շատ գործեր ուղղակի արվում են սենց ինչ-որ 15 րոպեում, որովհետեւ նույնիսկ վարկյանի ընթացքում։ Համենայն դեպս ինձ թվում է, ինչքան դա հեշտացնում է մեր առօրյան, այնքան դա տանելու է միանշանակ վատին։ Ես չեմ խոսում օրինակ աշխատատեղերի ինչ որ սպառման, որ մարդիկ չեն գնում ռոբոտներն են եւ այլ, այն հենց մեկ է, որ դու արդեն ընկեր ընտրում ես օրինակ արհեստական բանականությունը, շփվում ես իր հետ, տուն բերում ես ռոբոտ կնոջ եւ այլ, դա ինձ թվում է, այստեղ են ասել Աստծո գործեր մեջ խառնվել պետք չի։ Աղջիկեր sense ցույց տվեց իր աշխատանքը։ Ես օրինակ աշխատանքը։ պատրաստ եմ ռոբոտի հետ կենցաղ կիսել։ Իսկ քնես որտեվ այսօր բոլորիս ռոբոտի հետ տներում ռոբոտներ կան։ Իսկ պատրաստ ես, օրինակ լիքը մարդիկ սեռական ակտել ունեն։ Դուք VR ակնոց փորձել եք։ Ես Ես փորձել եմ մի անգամ։ Ահա, այսինքն երբ որ դու VR ակնոցը դնում ես, իրականում ինչ է տեղի ունենում։ Քո ուղեղից ինֆորմացիա է գնում, որ օրինակ դու հիմա ամերիկյան գորգեքի վրա ես, հա, այդ չգիտեմ, Ինչ որ բարձրության վրա։ Կամ ինչ որ բարձրության վրա ես, որ ընկնելու ես։ Տեսել ենք, չէ՞, ոնց են մարդիկ գնում տալիս իրանց պատերով եւ այլն եւ այլն։ Ամեն դեպքում գալիս է ուղեղից այդ ինֆորմացիան։ Ամենայն դեպս Հիմա եթե ռոբոտի հետ, իսկ ռոբոտն էլ իր էվոլյուցիան է, չէ՞, անցնում, այսինքն այս մենք այն ռոբոտին այսօր արդեն տեսնում ենք մի քիչ ավելի էսպես, ձեռքի ինչ որ շարժում եւ այլն եւ այլն։ Հիմա եթե ռոբոտի հետ որոշակի տեխնոլոգիաներով քո ուղեղին ինֆորմացիա գնա, որ դու այդ հաճույքը ստանում ես, հնարավոր է։ Եվ ամենայն դեպս իմ կողմից թերերս վերջին հարցը, արդյոք հավատում ես տղամարդ եւ կին ընկերությանը, իհարկե եթե տղամարդը գեյ չէ։ Օրինակ ես ունեմ շատ լիքը տղամարդ ընկերներ։ Իրոք իմ տղա ընկերները շատ ավելի են, քան կանայք, բայց ես իմ կյանքում ունեցել եմ մի հատ սիտուացիա, որտեղ իմ ամեն օրվա ընկերը, ամեն օրվա, որ իրարով ուղղակի ապրում ենք որպես ընկեր, ու իրոք ընկեր։ Մի պահ, մի օր, մի սիտուացիա մնաց փոխվել, 9 տարի դարձել է իմ boyfriend-ը։ Ու ահա որ բուրըն մեր մոտ հարաբերություն, ճիշտ է, abuse հարաբերություններ, բայց սկսել է 9 տարի էլ տևել է։ Օրինակ, ինչ ես Հիմա շարունակվում է։ Չէ, փառք Աստծո, վաղուց վերջացել է։ Ինքը իմ ամուսնացած է, երևի անգամ երեխա ունի եւ այլ եւ այլ։ Բայց իրականում ես այդ ամենը շատ լավ եմ հիշում, շատ դրականով եմ հիշում, որովհետև ես կարծում եմ ինքն այն մարդն իմ կյանքում, որ եկել էր ինձ սովորացնել, որովհետև շատ անգամ մենք խենք ծանր տանում բաժանումները, որովհետև շփոթում ենք այս մարդը ինչի համար էր մեր կյանքի։ Իմ համար գոյություն ունի 3 տեսակի մարդ, մեկ եկել է որ տա, մյուսը եկել է որ սովորացնի, մյուսը եկել է որ մնա։ Ու շատ անգամ երբ որ մարդ գնում է, մենք շփոթում ենք, մենք ընկնում ենք դեպրեսիայի մեջ։ Մենք չենք հասկանում, դրա համար ինքը իմ համար գնացողն է, դրա համար այդ ամենից վերցրել եմ դրականը եւ անցել եմ առաջ։ Իսկ քո կարծիքով տղամարդ կնոջ միջև ընկերությունը հնարավոր է, եթե տղամարդը ունեք գեյ չի։ Ես հավատում եմ այդ ընկերությանը, ես ունեմ շատ կին ընկերներ, եւ ես գիտեմ մի բան, որ կանայք շատ են սիրում տղամարդկանց հետ ընկերություն անել, երբեմն ավելի շատ, քան կանայք կանանց հետ։ Այսինքն կնոջը շատ ավելի հեշտ է հենց ընկեր լինել տղամարդու հետ։ Ինչ կուզանայիր օրինակ փոխեր, ինչի համար ես փոշմանում քո կյանքում, կա տենց բան, որ կուզանայիր չլիներ։ Այո։ Կուզենայի այն որոշումները, որոնք ժամանակին ունեցել եմ ու ինչ որ իմաստով երկմտել եմ, կասկածել եմ, գուցե վախեցել եմ իրականացնելու դա այդպես չլիներ, այ դա շատ կուզենայի փոխել, շատ։
Լավ, մեկ այլ բան եւ դրանից հետո սահմանափակ ենք։ Գոհ շնորհակալ։ Օրինակ, այսքան շփվեցինք, համենայն դեպս մտքերով փոխարինվեցինք, մի փոքր ավել մոտիկից ճանաչեցինք իրար։ Մեկ հարց ինձ եւ մեկ հարց Տաթևին, օրինակ, ինչ կհարցնեիր։ Ազատ ես ընտրության մեջ հարցերիդ։ Տաթևին ինչ կհարցնեի։ Ես կտամ Տաթև, քեզ գիտես ինչ տիպի հարց։ Եթե Уже страшно։ Չէ, ուզում եմ կապել քո ստեղծագործության հետ, այսինքն ոչ թե ուզում կապել, այլ հենց այդպես, որպես երաժիշտ եմ ուզում քեզ հարցնել։ Եթե ունենայիր այդ գերբնական ուժը երաժշտության մեջ, ինչ կստեղծեիր, ինչ կանեիր։ Ոյս ինչ դժվար։ Երաժշտությամբ ինչ կուզեիր, որ տեղի ունենար մարդկության կյանքում։ Հա, մարդկության համար, թե իմ համար։ Քեզ համար հետո մարդկության։ Ինձ թվում է կուզենայի ինչ-որ անհավանական սիրուն սիմֆոնիա գրեի, ստեղծագործություն երաժշտական կլասիկ։ Կլասիկ մեծ օրկեստրի համար, բայց նենց որ մարդիկ լսեին ու իրանց մեջ սաղ սենց փոխվեր ու իրանք սաղ դառնային աստված։ Այդտենց երաժշտություն։ Իսկ հիմա պատկերացրու, որ դու արդեն գրել ես այդ երաժշտությունը, ինչպես ես քեզ զգում։ Էս այն թեման է, որ ինչ պատկերացնում եմ լինում։ Ինչպես ես քեզ զգում։ Ում կզանգահարեիր, առաջինը կասեիր, որ գրվեց, հնչեց այսօր, ես դա արեցի։ Ես կարողացա։ Այն մարդուն կզանգարեի, որը չկա։ Պապային։ Պապային։ Շատ լավ։ Անցում կա։ Ինձ։ Հարի, քեզ հարցս էլի ստեղծագործական է, որպես մոդել եւ դերասանուհի։ Եթե ունենայիր հնարավորություն ապահովագրական ընկերություն բացելու, մոդելներին եւ դերասաններին ամենաշատը ինչից կպաշտպանեիր։ Ինչից կպաշտպանեի։ Մի բան ասեմ, առաջինը ես ոնց ընկալում եւ մտածում եմ, տենց ասեմ, հա, առաջինը քիչ աշխատավարձից։ Այդ կարծում եմ համենայն դեպս դերասանը եւ մոդելը շատ բան է տալիս ու պիտի ըստ արժանվույն նաեւ վարձատրվի։ Իսկ հարցի մյուս տեսանկյունից եթե նայեմ, ինչից կպաշտպան, դատարկամիտ կյանքում ոչ մի բանի չհասած քննադատներից, որոնք շատ դեպքերում թույլ մարդկանց, բայց տաղանդավոր ոչ թե օգնում են, այլ կոտրում են։ Մենակ ուժեղ մարդը կարա օրինակ հեյտերին եւ տենց վատ, հա, արձագանքներին առողջ ընկալի, ուժեղանա, վերցնի կամ առասարակ բանի տեղ չդնի։ Մոդելինգի մեջ խեմ սա շեշտում, ես առնչվել եմ այդ փաստի հետ, երբ որ աղջիկները գալիս են գյուղերից, տարբեր տեղերից, ռայոններից մրցույթների, իրանք գալիս են գեղեցկության մրցույթի, իսկ տգետները կամ լրագրողները եւ այլ գալիս են ու սկսում են ապելուս բեյ քառակուսի ինչի է հավաստար, այդ աղջիկը գյուղից նոր է եկել, կաբլուկների վրա նոր է, բայց ինքը սիրուն է, եկել է ոչ թե մաթեմատիկայի մրցույթի, ինքը եկել է գեղեցկության մրցույթի։ Շատ հաճելի է իհարկե, որ գեղեցիկը նաև խելացի է, բայց եկեք չմոռանանք, որ դա առաջինը գեղեցկության մրցույթ է։ Չունեն քաջալերելու գեղեցիկ աղջիկներին գեղեցկության մրցույթում, փորձում են միշտ խայբ վերցնել, դիտումներ ապահովել, ու ինչ որ շատ վատ լարված սիտուացիան աղջկան հարց տալ, որ ինքը բեմի վրա առանց հետել, sense լարված չկարողանա իր ամբողջ գեղեցկությամբ ներկայացնել այդ գեղեցիկը տա, որ դու գեղեցիկ ընկալեք։ Այսինքն այդ անգրագետ մասային ու անգրագետ գեղեցկության մրցույթ կազմակերպողներն ես քոքից ուղղակի կչորացնեի։ Լավն է։ Այո, բազուկայով։ Շնորհակալություն։ Արտյան, մերսի քեզ, շատ շնորհակալություն։ Լավ խոսեցինք, շատ հաճելի ու ամենակարևորը անկեղծ անցավ։ Վստահ եմ, որ անկեղծ անցավ։ Քեզ շատ շնորհակալ եմ։ Ինչ որ բաներ պահելով, ինչ որ բաներ ասելով, ինչ որ բաներ չմտածելով, որ կարող է գա ու հնչի պասելով։ Կարևորը հումորը։ Շատ ուրախ եմ ամենայն դեպս, որ դու մեր առաջի հյուրն ես։ Քեզ շնորհակալ եմ։ Հաճելի օրվա շարունակություն։ Ուզում եմ այսօր գնաս եւ թռնես, ճախրես։ Եվ բոլորիս ցանկանում եմ իրականում սեր, հավատ, որովհետեւ
դա իրականում իմ համար կյանքում շարժիչ ուժ է հանդիսանում բոլորի համար։ Որ այս աշխարհը կեղտից մաքրվի, ինչքան հնարավոր է շուտ։ Քանի վերջը չի եկել։ Ինչևէ, Եվ ավելի շոշափելի ձեռքբերումներ, հաջողություններ, առողջություն ու երջանիկ լինելու ու շնորհակալ լինելու զգացում, որովհետև մարդը եթե շնորհակալ է, ուրեմն ինքը հաստատ երջանիկ է։ Այսպիսի ուժեղ խոսքերով ավարտում ենք մեր հաղորդումը։